Ոչ մի սիրելի ընկերներ, ձեզ հետ կրկին ես եմ Sport Comedy Ալիքում եւ ուզում եմ ուրախությամբ նշել, որ մենք գրանցում ենք հաջողություններ։ Չնայած իմ զբաղվածությանը, ես այսօր պատրաստեցի, կաշվիցս դուրս գալով պատրաստեցի թողարկում, որը իհարկե սովորականի պես չի լինի, բայց կխնդրեմ, եթե ցանկացողներ լինեն, ովքեր ուզում են իրենց դրսևորել տարբեր ասպեկտներում նման վիդեոներ պատրաստելու համար, եթե կան մարդիկ, ովքեր ուզում են այս ասպարեզում իրենց ինչ որ ձև փորձել, ես պատրաստ եմ համագործակցել, գրեք, շատ ուրախ կլինեմ, որովհետև ինչքան էլ մեր թիմը շատ մեծ է, բայց չենք հասցնում։ Դե իհարկե բաժանորդագրվելը, լայքելը, զանգակելը չենք մոռանում, իսկ մենք կխոսենք Չեմպիոնների լիգայի խաղերի մասին, ոչ բոլորի իհարկե, որովհետև ես բոլորը չեմ կարող հասցնել նայել, մի քանիսը ընդհանրապես նայել եմ հայլայթներով, մի խոսքով կփորձեմ ինչ որ ձև իմ կարծիքը ներկայացնել։ Կհամաձայնեք, չէ, քլնգելը կա ու կա։ Թերևս սկսենք Գալաթասարայ Լիվերպուլ խաղից, որը իմ կարծիքով ամենաանակնկալն էր, բայց պետք է ընդունել նաև, որ Լիվերպուլի պարտությունը շատ սպասելի էր։ Ոչ թե այն պատճառով, որ Մերսիսայդյան թիմը թույլ է Գալաթասարայից, ոչ, բա ուղղակի նշույլները կային, ոչ միայն Crystal Palace-ի հետ խաղից, այլ դրանից առաջ էլ ինչ որ բան այն չի Լիվերպուլում։ Ես կարծում եմ, որ ֆուտբոլիստների մեջ միջանձնային խնդիրներ կան։ Եթե վերցնենք խաղը, ապա Լիվերպուլը խաղում է, փորձում է, հարվածում է։ Օրինակ Գալաթասարայի հետ նույն խաղում նրանք բավականին գրեթե 2 անգամ շատ էին փորձել հարվածել մրցակցի դարպասին, բայց ինչ որ բան չի կպտնում իրար, ոնց որ ասում են, puzzle-ը չի հավաքվում, որովհետև մեր նախորդ թողարկմանը մենք նշել էինք, որ Էկիտիկեն գավաթային խաղում հիմարագույն կարմիր քարտ ստացավ, ինչի համար ընդամենը հաղթական գոլ խփելով, որտեղ ընդամենը իր գոլը եղել է գնդակը դատարկ գոլերը ուղարկել է, այդտեղ Կիեզայի մասին էր այդ գոլը։ Ամեն դեպքում այդ Մեսսիի ձևով գոլը տոնելը, ես ասոցացնում եմ նրա հետ, որ նա ուզում էր ինչ-որ բան ցույց տալ, թե բա ես եմ այստեղ եմ խաղից հետո էլ Արնե Սլոտը այդ արարքը հիմարություն, ոչ միայն Արնե Սլոտը իհարկե։ Ուզում եմ ասել, որ Լիվերպուլում ամեն ինչ հարթ չէ, եւ դա բնական է, որովհետեւ նոր թիմ է կազմավորվում, մեծ գումարներ են ծախսվել, անհատականություններ են եկել եւ ավանդաբար վերջին 10 տարվա մեջ այստեղ այդպիսի մեծ անուններ, նոր եկող մեծ անուններ չեն եղել արդեն։ Կլոպը հիմնականում նո-նեյմերին հավաքել եւ թիմ է սարքել, դրանից հետո նրանք անուն են ձեռք բերել եւ կարողացել են իրենց դրսեւորել։ Հիմա լրիվ կոնցեպտը փոխվել է, թե ուր են ուզում տանել այդ քաղաքականությամբ ես դժվարանում եմ ասել, այսինքն ենթադրում եմ, որ դա մեծ բիզնես է, որը ենթադրում է մեծ շահույթներ, բայց արի ու տես, որ շատ հնարավոր է վարունգը թարս աճի, եթե այսպես շարունակվի։ Դրա նախադրյալները կան, հատկապես եթե հաշվի առնենք, որ նույն Էկիտիկեն, որը երևի թե նորեկներից ամենալավն էր հարմարվել, վնասվածք է ստացել, ինչպես նաև Ալիսոնը։ Այստեղ Մամարդաշվիլին լավ հնարավորություն է ստանում իրեն դրսևորել եւ գոնե հույսեր ունենալ, որ կլինի մեկնարկային կազմում։ Իսկ Օսիմենը իրացրեց 11 մետրանոցը եւ Գալաթասարայը հաղթեց Լիվերպուլին։ Ու ես ասեմ, որ Լիվերպուլին քննադատում եմ ոչ միայն ես, այլ Ջեյմի Կարագերը, նրանց բավականին հայտնի ֆուտբոլիստը նախկին քննարկման ժամանակ ասել է, որ ոչ թե արդյունքներն են, այլ առաջին վերջ տուրում Անգլիայի առաջնության նրանք վերջի վերջո հաղթել են, բայց ինչպես են հաղթել, հազիվ հազ, մի կերպ, վերջին րոպեներին, ինչ որտեղ բախտը բերում էր նրանց։ Եթե այդքանը հերիք չի, չգիտեմ ուրիշ ինչ կարելի է ասել։ Լիվերպուլին ցանկանանք քաջ առողջություն, գումարները իրենց նպատակին ծառայեն հոսանք, բայց որ կլոպյան Լիվերպուլը հետ չի գալիս, դա շատ տխուր է, որովհետև նախորդ մրցաշրջանում Սլոտը կլոպի թողած հիմքի վրա կարողացավ չեմպիոն դառնալ, բայց դեռևս նրա ֆուտբոլը չի երևում։ Ցավոք։
Հաջորդը Ատլետիկո եւ Բավարիայի մասին։ Նախ Ատլետիկոն, ասեմ, որ ով չէր ալարում, քլնգում էր Ատլետիկոին նրա խաղը եւ իհարկե տեղին, որովհետեւ առաջին տուրերում, առաջին խաղերում նրանք շատ դժգույն էին, շատ տխուր էին, բայց եղավ հրաշքը փակագծերի մեջ իհարկե։ Ռեալի հետ խաղում նրանք 5-2 ջախջախեցին Մադրիդյան դերբիում եւ եկան Պաֆոս ներողություն, Պաֆոսը Բավարիայի մրցակիցն էր, իսկ Ատլետիկոն խաղում էր, ես մոռացա, այո, Ֆրանկֆուրտի Այնտրախտի հետ, որը հեչ նվեր չի, գերմանական շատ ամուր թիմ, որը պայքարում է ցանկացած մրցակցի հետ, բայց Ատլետիկոն վերցրեց ու քամեց նրան 5-1 հաշվով։ Ճիշտ է, պետք է ընդունել, որ միայն հայլայթների վրա հիմնվելով Այնտրախտի պաշտպանությունը այդ օրը մնացել էր տանը, չէր եկել խաղին, որովհետև ատլետները գրեթե բոլոր գոլերը խփեցին դարպասային հրապարակի միջից։ Այստեղ եւ ատլետների շատ լավ խաղը կարելի է ընդգծել եւ պաշտպանության բաց տեղերը։ Ամեն դեպքում պետք է ընդունել, որ Ատլետիկոն վերափոխվում է, վերագտել է իրան ինչ որտեղ եւ Դիեգո Սիմեոնեի արդյունքները կարծես անտեղի չէին, որովհետև երևի թե նա հասկացավ, որ իր ֆուտբոլիստները վերջնականապես ընդունել են այն ինչ ուզում է։ Օրինակ նախորդ մրցաշրջանում կամ առաջին խաղերում փորձ էր արվում տրանսֆորմացնել Ատլետիկոին դեպի ավելի հարձակվողական, ավելի ժամանակակից խաղի, բայց նրանց մոտ դա չէր ստացվում։ Իսկ հիմա պրագմատիզմը ավելի է մտել ու բալանսավորել թիմը, երբ պետքա գնդակը հանձնել ու դիմանալ, դա լինում է։ Դա նաև իհարկե Լիվերպուլի հետ առաջին խաղում էր Չեմպիոնների լիգայի, երբ երկրորդ խաղակեսում 2-0 պարտվելիս գնդակը հանձնեցին Լիվերպուլին, սպասեցին համբերատար եւ իրենց պահերը երկու օգտագործեցին, չնայած վերջին վարկյանին իհարկե Վան Դեյկից գոլը ընդունեցին։ Բայց շատ լավ զգացվում է, թե Սիմեոնեն ինչքան լավ է հասկանում իր թիմը, ինչքան լավ է պատկերացնում, թե ինչ է ուզում ընդհանրապես ու տեսնում ենք պտուղները, որ Ատլետիկոն մեկը մյուսի հետևից արդեն երկու խաղում 10 գոլ, դա Ատլետիկոյի համար չլսված թիվ է։ Իհարկե Խուլիան Ալվարեսի մասին խոսք չկա, նա թոփագույն հարձակվող է, որը կարողանում է գրեթե ամեն ինչ։ Ինչը իհարկե կարելի է նույնպես ասել Հարի Քեյնի մասին, որը դարձել է Բավարիայի աստվածը կարելի է ասել։ Չգիտեմ, իհարկե մրցակիցը Պաֆոսն էր, կիպրական պուճուր, հա մեծ ծիրուն, բայց ամեն դեպքում ով ուզում է լինի։ Ես շարունակում եմ պնդել, որ Բավարիան այս տարի հենց Չեմպիոնների լիգայի հաղթող ֆավորիտների եռյակի մեջ ամենալավն է խաղով եւ ես պատկերացնում եմ, որ հանկարծ Մուսիալան վերադառնա, Կիմիխը, այն Օլիսեն, Լուիս Դիասը ոնց որ 100 տարի խաղում է Բավարիայում, ես չգիտեմ, այդ թիմը ուղակի խոսքեր չկա։ Չելսին կարողացավ հաղթել Բենֆիկային, որը գլխավորել է Ժոզե Մուրինյոն, բավականին լավ ասում են, արդեն 3 թե 4 խաղ է անցել, պարտություն չուներ մինչև Չելսիի հետ խաղը, որը նա պարտվեց, իհարկե պարտվեց 1-0 հաշվով, բայց ինչպես երևում է մեծ հաշվով հավասար խաղ է ընթացել, ուղղակի Ժոզե Մուրինյոն ասեց show must go on եւ էլի տեխնիկական գոտում իրեն ցուցադրեց, բայց ես կարծում եմ, որ նա Բենֆիկայում այդքան էլ երկար չի մնա, նա կարող է շատ լավ շոու կազմակերպել երկրպագուների թիմի PR-ի համար, ակումբին ճանաչվածության նոր մակարդակ բարձրացնելով, բայց ոչ ավել, որովհետև Ժոզե Մորինյոն իրեն սպառել է որպես մարզիչ շատ վաղուց, լինենք անկեղծ, շատ վաղուց ու դա շատ բնական է, որովհետև նա արդեն տարիքով է։ Տրամաբանական հաշիվ գրանցվեց, բոլորն էլ հասկանում էին, որ Ռեալը հաղթելու է, թեկուզ եւ խոշոր հաշվով,
Բայց իհարկե պետք է ընդգծել այն փաստը, որ ղազախական թիմը ընդհանրապես չէր վախենում։ Նրանք դաշտ դուրս եկան շատ էներգիայով, շատ լիքը եւ կարողացան որոշակի անհարմարություններ ստեղծել Ռեալի համար, հատկապես առաջին րոպեներին ու կարողանում էին արագ անցնել գրոհների, ինչու՞ չէ նաեւ հակագրոհների եւ բայց ամեն դեպքում նրանք 2 գոլ բաց թողեցին Կիլիան Մբապեից եւ 2-0-ի ժամանակ եղավ շատ մի հետաքրքիր դրվագ, 11 մետրանոցի դրվագը, որը նշանակվեց մրցավարի կողմից, բայց հետո չեղարկվեց վարի միջամտությամբ։ Ես ուզում եմ ասել, որ եթե այդ 11 մետրանոցը լիներ, մեծ հաշվով բան չէր փոխվի, բայց մինչև վերջ այդպես էլ պարզ չեղավ, թե որտեղ էր գնդակի խաղը, որտեղ էր, որ պաշտպանը չէր խախտել կանոնները։ Ինձ համար առաջին հայացքից այդտեղ բացահայտ խախտում էր, բայց իհարկե դա շատ սուբյեկտիվ է, որովհետև էլի եմ ասում, կադր չկար, որտեղ երևար, որ պաշտպանը արդեն չեմ հիշում, Սեբալյոսն էր կարծեմ, խաղաց գնդակ, որովհետև առաջին տպավորությունը պաշտպանի ոտքն էր։ Ամեն դեպքում այս խաղը այնքան էլ վերլուծության կարիք ընդհանրապես կարծում եմ չունի, որովհետև տրամաբանական է, որ միայն կարգի հաշվին Ռեալը պետք է հաղթեր, վերցրեց իր 3 միավորը, բայց ես ուզում եմ այլ բանի մասին խոսել, դա հարձակման գիծն է, որը շատ անատամ է Ռեալի մոտ ու կարծես թե ընդհանուր ոչ մի բան չկա, կապող ոչ մի բան չկա այդ ֆուտբոլիստներին։ Նրանք խաղում են առանձին, ամեն մեկը իր համար, ինչ որ բաներ ապացուցելով ու դա լավ բանի չի տանի Ռեալին։ Հատկապես ես ուզում եմ նշել Վինիսիուս Ջունիորին, որը ախր հասկացեք, նա ոնց ասեմ, երևի թե չի կարողանում հարմարվել թիմում հերթականի դերին, որովհետև նա ուզում է լինել գլխավորը, ամենաշատ գոլերը խփել, ամենավորոշիչը լինել, բայց այդպես չի լինում, երբ կան նվազագույնը քեզ հավասար ֆուտբոլիստներ, համենայն դեպս որակներով։ Ու նրա խաղում, նրա փոխանցումները, անցումները չստացված ավելի շատ են, քան ստացվածները։ Այսօրվա ֆուտբոլում, եթե դու հատկապես այդ ստացվածով ոչինչ չես որոշում, դու դառնում ես անպետք։ Ու ես կարծում եմ, որ այսպես շարունակելու դեպքում նա կհեռանա Ռեալից ու ցավն այն է, որ բավականին շատ ավելի ցածր գնով, քան կարող էր լինել օրինակ այս ամռանը։ Բացի այս խաղերը, նորվեգական Բուդիո Գլիմտն ու Տոտենհեմը հանդիպեցին, որտեղ երկու թիմերն էլ հերոսական պայքարով առանձնացան։ Բուդիոն հաղթում էր 2 գոլով մինչև 70-րդ րոպեն, կարող էր 3-ը լինել, եթե 11 մետրանոցը իրացնեին, իսկ Տոտենհեմը ոչ ոքի պոկեց։ Թոմաս Ֆրանկի թիմը շատ լավն է, բայց դեռ փնտրում է իրեն։ Բավարիան հերթական 18+-ը կազմակերպեց Այնտրախտի նկատմամբ, այս անգամ 5-1 հաշվով հաղթանակ տանելով։ Հետաքրքրությամբ սպասում ենք, թե ով կկանգնեցնի այս մեքենան։ Ինչ եք կարծում, որ թիմը կլինի։ Ինտերը 3-0 հաշվով հաղթեց Սլավիային, որը սպասելի էր, պարզապես Ինտերի մասով դեռ ոչինչ չի երևում։ Կիվուի թիմը չկա, նրա խաղը Ինձագիի նման դեռ տարբերվող ձեռագիր չունի։ Խաղային երկրորդ օրը Արսենալը խնդիրներ չունեցավ 2-0 հաշվով առավելության հասնելով Օլիմպիակոսի նկատմամբ, Ատլետիկ Բիլբաոն շարունակում է հիասթափեցնել, Բասկյան ակումբը տապալել է արդեն Լա լիգայի մեկնարկը, Չեմպիոնների լիգայում էլ մի բան չի, Նիկո Վիլյամսն ու ընկերները Դորտմունդի Բորուսիայից ընդունեցին 4 գնդակ, խփելով ընդամենը 1-ը։ Նապոլին էլ ուժեղ էր Սպորտինգից, ճիշտ է ընդամենը 1 գոլով, քանի որ հաղթեց 2-1 հաշվով։ Հոյլունը Մանչեսթեր Յունայթեդի նախկին ֆուտբոլիստն արդեն այստեղ փայլում է։ Հիմա խաղային երկրորդ օրվա երկու գլխավոր խաղերի մասին։ Նախ Մոնակո Մանչեսթեր Սիթի, որտեղ քաղաքայինները գերակշռում էին եւ ունեին առավելություն, հաղթում էին Հոլանդի գոլերի շնորհիվ
2-1 հաշվով, բայց Մոնակոն վերջին րոպեներին կարողացավ 11 մետրանոց վաստակել եւ հավասարեցնել հաշիվը։ Իհարկե, պետք է ընդգծել Manchester City անհատական որակներ ունեցող ֆուտբոլիստներին, որոնք հարցեր են լուծում, բայց Գուարդիոլան իր նոր դարաշրջանը, ինչպես ասում են, Manchester City-ում դեռ չի կազմավորել եւ այն խաղը, որ կար նախկինում, երբ նրանք treble էին նվաճում 4 տարի անընդմեջ Անգլիայի չեմպիոն էին դառնում, դեռ չկա եւ հուսանք դա մի օր կլինի կամ ընդհանրապես Պեպին ուղարկենք թոշակի թող հանգստանա։ Ամեն դեպքում Manchester City-ի համար կարծում եմ այդ ոչ ոքին շատ ցավալի է, որովհետև ելի եմ ասում վերջին րոպեներին հաղթանակը ձեռքից բաց թողեցին։ Իսկ հիմա գլխավոր խաղի մասին։ Իհարկե, սա այս տուրի եւ երևի թե լիգայի փուլի գլխավոր խաղերից մեկն էր համենայն դեպս անունով, որովհետև դեռ անցած տարվանից այս խաղին շատերն էին սպասում, կարելի ասել բոլորը, որովհետև Բարսելոնան եւ Paris Saint-Germain-ը համարվում են ամենահարձակողական թիմերը եվրոպական ֆուտբոլում եւ նրանց խաղը իրենից ենթադրում էր շատ գոլեր, գեղեցիկ դրվագներ, հայլայթներ եւ այլն եւ այլն։ Բայց իմ կարծիքով դա այնքան էլ իրականություն չդարձավ, որովհետեւ նախ շատ առաջատար ֆուտբոլիստներ երկու թիմերից էլ բացակայում էին, ինչը իր ազդեցությունը ունեցավ, բայց այնպես էլ չի, որ շատ տխուր խաղեր ակտիվ էին, բայց ելի եմ ասում, սպասելիքներն այնքան էլ չարդարացան, համենայն դեպս գոլերի եւ գեղեցիկ սուր դրվագների մասով, բայց այնպես էլ չի, ելի եմ ասում, որ դա ընդհանրապես չկար։ Նախ խաղի սկզբում Բարսելոնան շատ լավ սկսեց, մոտավորապես 30 րոպե, Ֆլիկի թիմը գերակշռում էր դաշտում, գոլ խփեց եւ հաղթում էր, բայց հետո հետզհետե կամաց Լուիս Էնրիկեի թիմը վերցրեց խաղը իր ձեռքը եւ երկրորդ խաղակեսում արդեն ուներ բացարձակ առավելություն, որովհետեւ Բարսելոնայի լինենք անկեղծ պայստայիններին ստանան այնքան խորը չէ, որքան Paris Saint-Germain-ին։ Այս խաղում ցույց տվեց Լուիս Էնրիկեն, որ ունի հավասարազոր երկու կազմ եւ անկախ առաջատարների բացակայությունից նա կարող է խաղ փոխել այլ ֆուտբոլիստներով ու դա ցույց տվեց Բարսելոնայի հետ։ Իսկ Բարսելոնայում առաջատար ֆուտբոլիստների բացակայությունը շատ մեծ ազդեցություն ունեցավ եւ երկրորդ խաղակեսում հատկապես օրինակ Լամին Յամալին այնպես փակեցին, որ նա ոչինչ չկարողացավ անել, առաջին խաղակեսում գոնե մի քիչ ակտիվ էր, մի քանի անցում կատարեց, բայց երկրորդ խաղակեսում նա ընդհանրապես բացակա էր։ Դաշտի կենտրոնում էլ նույնը եւ կարծում եմ Paris Saint-Germain-ը զուտ իր կազմի խորության հաշվին կարողացավ հաղթել 2-1 հաշվով ու պետք է այստեղ նորից ընդգծել Բարսելոնայի պաշտպանության խնդիրը, որովհետև պաշտպանությունում իրոք խնդիրներ կան, չնայած Էրիկ Գարսիան անհատական որակներով շատ հրաշալի խաղ խաղաց, ուղղակի անկրկնելի էր, ինչը չի կարելի ասել Պաու Կուբարսիի մասին, որը մի քանի շատ ցցուն սխալներ թույլ տվեց, որը իրեն հատուկ չի, չնայած նրա շատ երիտասարդ տարիքին, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև Կուբարսին Եվրոպայի եւ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկն է համարվում ու դեռ շատ պետք է հասունանա։ Եթե հիմա այսպես խաղում, պատկերացրեք մի 2 տարուց, երբ որ նա լրիվ կազմավորվի, ինչ կարող է անել։ Այսքանը։ Շնորհակալություն բոլորին ուշադրության համար։